Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր ավակ շաբաթ է։ Ջրակալույց Զադիգի։ Այսօր երեգոյան եկեղեցու բոլոր ջրակները գվարին, որբեսի ամբողջ աշխարհին ավետեն հաղթական Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Այսօր քրիստոնեական եկեղեցիները սիրելներ գիշադագեն Հիսուսի թժողք իջնելը։ Հիսուս երբ խաչվեցավ, ու անոր մարմինը թաղվեցավ, սակայն անբաժանելի մնաց իր աստվածութենեն եւ անբաժանելի աստվածությամբ իջավ թժողք այնտեղ քարոզելու եւ ավետելու ազատություն, որովհետեւ Քրիստոսի երգիր քալեն առաջ բոլոր այն մարգարեները, այն արտարները, որոնք հոգիով դեսած էին Մեսիային քալուստը եւ սակայն իրենց մահեն իդ սադանայի իշխանության տակ գտնվեին թժողքի մեջ, ահա Քրիստոս իր մահվամբ երբ թժողք իջավ, խորդագեց թժողքին թռները եւ այնտեղ քարոզեց ու ազատագրեց փանդարգված հոգիները ու փերավ զանոնք թրախտ։ Ամեն շաբաթ օր ցեզի գընթերցեմ եկեղեցու հայրերեն քրությունը։ Այսօր սիրելներ ցեզի պիտի ընթերցեմ Դիմիտրի եպիսկոպոսեն, որ ուղղափառ եպիսկոպոս մներ 1923-ին ծնած Ամերիկայի մեջ եւ 2011-ին իր մահկանացուն գնկած անիգա Դալասի, Տեքսասի ուրեմն առաջնորդ եղած է, թեև սկիզբը ավետարանական մգրչական եկեղեցվո ուրեմն զավակեին այդ ընտանիքի մեջ ծնած էր ինք եւ իր քույրը, սակայն հետո ուրեմն ուղղափառության գահարին եւ ինք կդառնա ուղղափառ գրոնավոր 1954-ին ցենատրվելով եւ բազմաթիվ քրիստոսապանական քիրքեր գկրե։ Այս քիրքը անգլերենին թարգմանած է իմ հոգեվոր եղբայրս Մագար եպիսկոպոս arczepiskopos Աշկարյանը Սուրյո առաջնորդը, ուրեմն քիրքը կգոչվի Քրիստոսապանություն անհատ հավատացյալին ցերադեդրը։ Ես ցեզի պիտի ընթերցեմ սիրելներ 10-րդ ուրեմն գլուխեն, այս գլխու մեջ Դիմիտրի եպիսկոպոսը գխոսի Քրիստոսի թագավորական ճաշտոնի մասին եւ այնտեղ գխոսի Հիսուսի թժողք իջնելու մասին եւ թժողքին մեջ իր գդարած կորձի մասին։ Այդ հատվածները պիտի ընթերցեմ ցեզի, որբեսի սիրելներ դուք լավ գիտնաք, թե դերը ինչու համար թժողք իջավ եւ ինչ կատարեց այնտեղ։ Քրիստոսի թժողք էջքը։ Եկեղեցին գհավատա, որ Տեր Հիսուս Քրիստոս իր խաչելութենեն յետ թժողք իջավ, հոն հայտարարելու համար փրկությունը բոլոր անոնց, որոնք այնտեղ փանդարգված էին եւ ազատագրելու 5 դագարանի արտարները եւ մանավանդ այն մարդիկը, որոնք իրենց երկրավոր կյանքի ընթացքին չէին գրծած զինք ճանչնալ։ Մինչ ցանոթ նիգյական հանգանակը ոչ մեկ հիշադակում կգտարե Քրիստոսի թժողք իջնելու մասին, այն հավատամքը, որ մենք գարդասանենք, այնտեղը խոսք չի գա Քրիստոսի թժողք իջնելու մասին, սակայն շատ ավելի հին հանգանակը, արաքելական հանգանակ կոչվածը, իր մեջ կբարունագե վարդապետական այս հաստատումը, որ իջյալ ի թժողս Քրիստոս թժողք իջավ։ Թեև այս հանգանակը շատ չի կործածվիր արաքելական հանգանակը, բայց այնտեղ գիշվի Քրիստոսի թժողք իջնելու մասին։ Արաքյալներու կործերու մեջ, այսինքն նոր գդագարանի մեջ, բավականաչափ աբացույց կգտնվի, որ կպաշտպանե այս վարդապետության մասին մեր ունեցած հավատքը։ Վստահ լալու համար գրեթե ամեն տարերու եկեղեցական հայրեր գվգայեն անոր ընդհանուր ընդունումը։ 5-րդ դիեզերական ժողովը հույները 5-րդ դիեզերական ժողովի ալգավադան իրենք մինչև
7-րդ դիեզերական ժողովի գավադան, իսկ մենք առաքելական հայերս միայն մինչև 3-րդ դիեզերական ժողովը։ Ուրեմն 5-րդ դիեզերական ժողովը անուղագիորեն կսահմանի այս վարտաբեդությունը եւ գնոզովե ովևէ մեկը, որ գմերժե թե Աստուծո բանը, որ մարտեղացավ, դժոխք իջավ եւ աբա երկինք համբարձավ։ Սուրբ Պետրոս Արաքյալ հрьяաներուն հետ խոսակցության ադեն այս մասին գրնակարտալ Կորցկարակերոց գրքի 2-րդ գլխու մեջ, երբ որ Սուրբ Հոգին իջավ Արաքյալներուն վրա ու Պետրոս Արաքյալ քարոզեց, հետվապար Պետրոս Արաքյալի քարոզը գրնակարտալ Կորցկարակերոց գրքի 2-րդ գլխու մեջ, հատկապես 27-րդ համարը մինչև 31-րդ համարը գարտացեք սիրելներ։ Ուրեմն Դավիթ մարգարեին խոսքերը գմեջբերե Պետրոս Արաքյալը ասելով. Գիտեմ թե իմ անձս մերելներու աշխարհի մեջ պիտի չցկես եւ պիտի չթողուս որ քու սուրբիտ մարմինը բդություն դեսնե։ Այսալ Դավիթ մարգարեի խոսքներ առնված Սաղմոս 16-ին 10-րդ համարեն։ Պետրոս կհայտարարե որ Դավիթ այդպիսով կնախակուշագեր Քրիստոսի հարությունը։ Ավելի ուշ իր առաջին նամակի մեջ Պետրոս Արաքյալ նույնիսկ ավելի հստակորեն գարդայդե այս գաղափարը ասելով. Քրիստոսալ մեկ անգամվան համար խաչվեցավ, մեկ անգամվան համար չարչարվեցավ մեր մեղքերուն համար, արտարը մեղավորներուս համար, որբեսի մեզ Աստուծո մոտեցնե։ Եվ թեպետ մերավ մարմինով, բայց գենթանի մնաց հոգիով, եւ հոգիով ալ քնած քարոզեց փանդարգված հոգիներուն։ Այս մասին գարտացեք սիրելներ առաջին Պետրոսի նամակի 3-րդ գլխու հատկապես 18 եւ 19 համարները։ Ուրիշ խոսքով, մինչ ան մարմինով մեռած էր, Քրիստոս ողջ հոգիով իջավ հոգիներուն փանդը, որբեսի հոն եւս հայտարարե այն փրկությունը, զոր երկրի վրա քարոզեց։ Այլապես սիրելներ անարդար բիդելար բոլոր այն մարդոց համար, որոնք Քրիստոսի երկիր քալեն առաջ ծնած էին։ Եթե անոնքալ արիք չունենային լսելու Քրիստոսի քարոզությունը, պիտի ասեինք, որ անարդար չեղավ այդ մարդոց համար, որոնք մերան առանց Քրիստոս դեսնելու կամ անոր քարոզությունը լսելու։ Սուրբ Պողոս նաև գագնարգե նույն երևույթին, երբ գսե. Ելավ ասելով ինչ ասել գուզե թե նախ երկրին ըստորին գողմը իջավ։ Եփեսացիս 4-րդ գլուխ 4, 9 եւ 10 համարները գարտացեք։ Համեմատե հռոմայացված նամակին հետ թուն քեզի մի ասեր ով երկինք պիտի ելե, այսինքն Քրիստոսը հոնգե իջեցնելու համար, կամ մի ասեր ով անտունդ պիտի իջնե, այսինքն Քրիստոսը մերելներեն հանելու համար։ Հռոմայացիս 10-րդ գլուխ 6 եւ 7 համարները։ Եկեղեցվո հայրերու կորձերու մեջ գտնվող Քրիստոսի դժոխք իջնելու մասին բազմաթիվ աղբյուրներ են, քանի մահադը միայն պիտի փորձենք ըստորև մեջ բերել։ Ավիդարանի սիրելներ ուրեմն նոր գդագարանեն այս համարները մեջ բերել է, իդ հիմա եկեղեցվո հայրերեն մեջբերումներ պիտի կատարեն։ Լսենք, որ եկեղեցվո հայրերը ինչ կսեին Հիսուսի դժոխք իջնելու մասին։ Երկրորդ թար երևակայեցեք, այդքան Քրիստոսի մոդիկ ժամանակ հայրերը արդեն խոսեցան Քրիստոսի դժոխք իջնելու մասին, անոնք սիրելներ Հիսուսի առաքյալներուն աշակերտներ եղած են, որոնք մեզի հայտնած են։ Ուրեմն նախ Սուրբ Երանոսի, Սուրբ Իրենեոսի ընթեմ աղանթից, ուրեմն ընթեմ հերետիկոսած կրկի մեջ են, մեջբերում գա, գսե, դերը երկրին խորերը իջավ, հայտարարելով իր քարուստն ու մեղքերու թողությունը բոլոր անոնց, որոնք իրեն հավատացին, այսինքն բոլոր անոնց, որոնք իրենը սպասեցին, նույն անոնց, որոնք իր քալուստը գանխակուշագեցին եւ իր գամքը իրակորձեցին, այսինքն արտարները, մարգարեներն ու նահաբետները։ Դարձյալ Սուրբ Իրենեոսեն ուրիշ խոսքը, ան 3 օրեր մերելներու բնակության աշխարհը մնաց եւ անոնց մոտ իջավ, որբեսի ազատագրե զանոնք այնտեղեն ու փրկե։ Խոսքը Քրիստոսի մասին է, որ դժոխք իջավ եւ այնտեղեն փրկեց բոլոր իրեն հավատացողները։ Երրորդ տարեն սիրելներ նախ Սուրբ Գրեմես Աղեքսանդրիացի խոսքը գմեջբերե, դերը դժոխք իջավ բարձաբես ավիդարանը հայտարարելու համար, բարի լուրը այնտեղ հայտարարելու համար։ Հաջորդ մեջբերումը Լակտանտիուսեն ուրեմն գմեջբերե, եկեղեցու հայրերեն է, Աստուծո գամքին համաձայն
մարդոց հայտնել է այդ ճշմարտությունը, Քրիստոս գամավորապես մահվան ենթարկվեցավ, որբեսի ոչնչացնե, հաղթե ու դիրե դժոխքին։ 4-րդ դարեն հիմա պիտի մեջբերե Սուրբ Էպիֆանիոսի խոսքը, անխաչվեցավ ու թաղվեցավ, անբաժանելի մնալով Աստվածության հետ, հոգիով դժոխք իջավ եւ փանդարգյալները ազատագրեց։ Այժմ Սուրբ Պարսեղ մեծի խոսքը պիտի մեջբերե, Դավիթ հստակորեն 48-րդ Սամոսի մեջ գգան խակուշագե դիրոջ դժոխք էջքը, որ ուրիշ շատ մոհոգիներու հետ նաև ազատագրեց մարգարեին հոգին, որբեսի դժոխքին մեջ չմնա։ Այժմ Սուրբ Գրիգոր Աստվածապանի խոսքը գմեջբերե, անթաղվեցավ, բայց հարություն արավ, անտժոխք իջավ, բայց այնտեղ փանդարգվածները ազատագրեց։ Այժմ Սուրբ Հովան Ոսկեփերանի խոսքը Պատկերացուր, որ Աստված երկինքն ու երկը հացկելով երգիր գիչնե եւ նույնիսկ մինչեւ դժոխք եւ ինքզինք զրահավորե, որբեսի քեզի համար բادرազմի։ Եվ հիմա շարունակե Դիմիտրի եպիսկոպոսը եւ երկելու համար աբողինարի վարտաբեդությունը, որ գմերժեր Քրիստոսի մեջ ընդունել մարդկային հոգին, Սուրբ Աթանաս հետեւյալը գահարցնե։ Հաբա ինչպես կրնա Քրիստոս դժոխք իջնել, երբ անոր մարմինը քերեզմանի մեջ տրված էր, եւ եթե իր աստվածությամբ դժոխք իջավսես, անորբես Աստված արդեն ամենուրեք է, ուստի պետք չունի դժոխք իջնելու։ Մեր հավատամքի մեջ հետեւյալը կգարտանք։ Մենք սիրելներ մեր հավատամքի մեջը հետեւյալը կգարտանք ժամերկության սկիզբը։ Խաչյալ եւ մերյալ մարմնովն Հիսուս խաչվեցավ եւ մերավ մարմինովն եւ գենթանի աստվածությամբ եւ իր գենթանի աստվածությամբ խաչվեցավ։ Մարմինն յետյալ իքերեզմանի միավորյալ աստվածությամբ իր մարմինը առանց բաժնվելու աստվածութենեն ուրեմն քերեզմանի մեջ տրվեցավ եւ հոգվովն իջյալ իդժոխս անբաժանելի աստվածությամբ եւ հոգիով ալ դժոխք իջավ իր աստվածութենեն չբաժնվելով։ Քարոզյալ հոգվոցն հոգիներուն քարոզեց, ավերյալս դժոխս դժոխքը ավերեց եւ ազատյալ ըզ հոգիս եւ ուրեմն ազատեց հոգիները։ Ասիկա մեր ժամերկության սկիզբը ժամակիրքին սկիզբը տրված է եւ ժամերկության սկիզբը գընթերցվի։ Այստեղ դժոխք էջքի պատկերի մեջ կտեսնենք թե Քրիստոսի մարդկությունն ու աստվածությունը անբաժանելիորեն իրարու միավորված են։ Աստվածամարտն է, որ դժոխք իջավ փանդարգյալներուն հայտարարելու համար փրկությունը եւ ավերելու դժոխքը եւ խափանելու մարդոց վրա անոր ունեցած իշխանությունը։ Այլևս սիրելներ այսօր դժոխքը արտարներուն վրա ոյ մեկ իշխանություն չունի։ Այսօր երբ որ արտարներ մահանան, հավատացյալները Քրիստոսի հավատացողները մահանան, դժոխք չեն երթար, այլ տրախտ։ Եվ ասեմ, դժոխքը սիրելներ ժամանակավոր դանչարանն է։ Տրախտան ժամանակավոր հանգիստի վայրն է։ Երբ Քրիստոս վերադառնա, այնադեն զինք հավատացողները պիտի առաջնորդե հավիտենական կյանք, իսկ զինք մեր ժողները, անօրենները պիտի ուղարկե հավիտենական կեհեն, գրագե լիջին մեջ։ Հիմա պիտի խոսի սիրելներ Դիմիտրի եպիսկոպոսը Քրիստոսի ուրեմն կորձին մասին դժոխքի մեջ, Քրիստոսի առաքելությունը, ինչ հրավ Հիսուս դժոխքի մեջ։ Վերոյշյալ բոլոր դվյալները ցույց կտան, որ եկեղեցին միշտ հավատացած է եւ որպես վարտաբեդություն ընդունած է Քրիստոսի դժոխք էջքը։ Ասիկա ուրիշ հարցումի մթուր կփանա, թե ինչ էր անոր նպատակը մերելներու աշխարհի մեջ մնալու։ Ինչու համար Հիսուս գնաց մերելներու աշխարհ։ Առաջին երթին Պողոս առաքյալ կպատասխանե։ Բարձունքները ելավ բազմաթիվ քերիներ դանելով իր հետ եւ բարգեւներ փաշխեց մարդոց։ Ելավ ասելով ինչ ասել գուզե։ Ասել գուզե թե նախ երկրի істորին գոմը իջավ, ան որ իջավ նույն ինքն է որ բոլոր երկինքներեն վեր բարձրացավ իր մով լեցնելու համար ամբողջ դիեզերքը։ Քիչ առաջ գարտացինք այս խոսքը Եփեսացիներուն ամագի 4-րդ գլուխ, այս անգամ 8-10 համարները մեջբերված են։ Եկեղեցու հայրեր հետևյալ գերբով կբացատրեն Պողոս առաքյալի պատասխանը այս խոսքը։ Քրիստոսի այնտեղ իջնելով դժոխքը կերևարվեցավ, խափանվեցավ, ձաղրվեցավ եւ զինաթափվեցավ։ Հովանես Ոսկեփերան հայրաբետն է որ այս խոսքերը գսե։ Ան վերացուց մահվան խայտոցը խորդագեց դժոխքի մռայլ թռները եւ ազատություն շնորհեց քերյալ հոգիներուն։ Այս խոսքը գսե Սուրբ Գրիգոր Աստվածապանը։
Ան եկավ դժողքի մեջ կերևարված հոգիներուն փրկության համար, որոնք իր նախավիդյան քալուստին կսպասեին, եւ ան դժողք իջնելով խորդագեց բղնցիա դարբասները, գոդրեց երգատյա շղթաները եւ ազատագրեց բոլոր անոնք, որոնք նախորոք դժողքի մեջ շղթայված էին։ Եվսեբիոսի խոսքն է։ Երկրորդ, ինչու համար իջավ Քրիստոս դժողք։ Ինչպես արդեն տեսանք, Տիրոջ առաքելությունը ազատագրել էր բոլոր անոնք, որոնք նախքան իր մարտեղացումն ու մարմնավորապես աշխարհակալուստը հավատացած էին իրեն։ Անոնք, որոնք գանխատեսած էին զինք ու մարգարեացած էին իր մասին, եւ անոնք, որոնք Աստուծո գամքին եւ օրենքին համաձայն ապրած էին։ Հիմա պիտի մեջբերես սիրելներ Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացի խոսքը։ Գսե Սուրբ Գյուրեղ Երուսաղեմացին։ Ան որպես մարդ ճշմարտապես քերեզմանի մեջ տրվեցավ, բայց իր ներգայութենեն երգյուղած քերեզմանին դրան արչև տրված ջայրը քլորվեցավ։ Ան ստորերգրյա վայրի իջավ դժողք, ազատագրելու համար արտարները, որովհետև միթե կարելի է պատկերացնել բոլոր անոնք, որոնք Հիսուսի ժամանակ երկրի վրա գաբրեին, որոնց մեծամասնությունը անարտար մարդիկ լալով անթերց արժանի եղան ու վայելեցին Քրիստոսի բերած շնորհքը, այսինքն ազատագրությունը, մինչ բոլոր անոնք, որոնք ատամեն յետ կեկան, չստանան իրենց ազատությունը։ Արդար պիտի չլար, չէ՞։ Եսայի մարգարե Քրիստոսի մասին բազմաթիվ մարգարեություններ կատարեց։ Միթե կարելի է մտածել, որ թագավորը Քրիստոս իր դժողք էջքով չազատագրե իր նախագարաբեդը, չազատագրեր օրինակ Եսայի մարգարեն։ Այնտեղ էին նաև Դավիթը, Սամվելը եւ բոլոր մարգարեները, ներառյալ Հովանես Մգրտիչը։ Հիսուս ազատագրեց զանոնք։ Երրորդ առաքելության նպատակը դժողք էջքի թեփքի մեջ, թեև Քրիստոս մարմինով ճշմարտապես մեռած էր, բայց գենտանի էր իր աստվածությամբ։ Անոր մարմինը թեև քերեզման տրվեցավ, բայց աստվածության հետ միավորված մնաց եւ գադարեց իր փրկագործության աշխատանքը։ Ան ոչ միայն ողջերուն հայտարարեց փրկությունը, այլ նաև արդար ննչեցյալներուն։ Ան եկավ եւ ամբողջացուց իր դիեզերական հայտարարությունը։ Աստվածամարդը Քրիստոս ատամեն յետ ապրող բոլոր մարդոց վիճակին հետևեցավ եւ գնաց իր նախորդներուն, մարգարեներուն եւ արդարներուն հանգստյան վայրը։ Այս արարքին մեջ իր մարգարեական ճաշտոնը կշարունակվի։ Քրիստոս անոնց բերավ իր ազատագրումի զոհողության արդյունքները, որու մեջ կտեսնվի իր քահանայական ճաշտոնը։ Հետո ան իր փառքով հաղթանակ դարավ դժողքին վրա եւ նվաճեց մահվան իշխանությունը։ Այսնելով անցույց տվավ իր թագավորի հանգամանքը։ Այսպես Քրիստոս ազատագրեց բոլոր այն հոգիները, որոնք իր քալուստին կսպասեին եւ վերացուց մահվան խայտոցն ու անոր աստեցությունը մարդոց վրայեն։ Եվ այսպիսով ան մարդուն տվավ հավիտենապես իր թագավորության մեջ իր հետ ապրելու գարելիությունը։ Փառք Հիսուսի սուրբ անվան։ Այլևս մահը սիրելիներ մեր վրա ոչ մեկ իշխանություն չունի, այլևս դժողքը չի գրնար իր խայտոցով խայթել մեզ ու իր մոտ առնել մեզ, որովհետև Քրիստոս ինք իր մահով հաղթեց մահվան եւ իր հարությամբ մեզի կյանք շնորհեց։ Անոր փառք հավիտյանս ամեն։ Ուստի սիրելի քույրեր եղբայրներ, այսօր խուրներամ եկեղեցի երտանք Զատկվան ջրակալույցի սուր բադրակին, մասնակցենք սուր բադրակին սիրելներ, այսօր պիտի տեսնենք վարակույրը բացված, եկեղեցին լուսաբայծարացած եւ մենք ալ սիրելներ լուսավորվինք Քրիստոսի հարության շունչով եւ բադրակեն վերջ ավետենք իրարու եւ ամբողջ աշխարհին հարազատներուն մեր ասկին ու աշխարհի բոլոր մարդոց թե Քրիստոս հարյավի մերելոց մահվամբ ըզմահ գողյաց եւ հարությամբ յուրով մեզ ըզգյանս բարգեված նմա փառք հավիտյանս ամեն Քրիստոս հարյավի մերելոց օրտնյալ է հարությունն Քրիստոսի մեզի եւ ցեզի բոլորիս մեծ ավետիս որտեղ մենք ալ սիրելներ Քրիստոսի հարությամբ հաղթանակ դարինք մահվան վրա մենք հաղթական Հիսուսին հաղթական զավակներն ենք այս հավատքով ապրեցեք այս հոգիով կալեցեք եւ Տիրոջ հարության մասնակից եղեք
Աստված ձեզ արադաբես օրհնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։